Ձեր օրոք, եթե որևէ երկրի, անգամ գերտերության ղեկավար հնչեցներ հայտարարություն, որը կարող է ձեր դուրը չգար, մեր անվտանգային համակարգի, Արցախի, Հայաստանի, դա ձեր համար ազդակ կլիներ, որ վերջ դուք այդտեղ օգնություն չունեք, ավարտվել այդ հարցը, թե որ պետք է բացատրել, պետք է ԱԳՆ-ին, եթե պետք է հայտարարություն անել, եթե պետք է հակադարձել։ Ես գալիս եմ այն դրվագին, որ այդ ինքնիշխանության դրսևորում է, որ ասում են օրինակ, չգիտեմ, Ռուսաստանի նախագահը կլինի ԱՄՆ-ի այս հարցով այսինչ դիրքորոշումն է ասել, այ դրա համար էլ մենք գնացել ենք այդ նույնը ասել ենք։ Եթե ձեր մոտ լիներ այս դրվագ, ո՞նց պիտի վարվի Հայաստանի ղեկավարը։ Ասենք գերտերության ղեկավարը անում է հայտարարություն, որը մեզ դուր չի գալիս։ Այս թեման առնվազն քննարկվում է մի 3 տարի։ Ավելի երկար 20 թվականից հետո այս թեման քննարկվում է 23 թվականից հետո թեժա քննարկվում Պրոբլեմը նրա մեջ է որ Նիկոլ Փաշինյանը իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը եւ սա նոր թեմա չէր անընդհատ սա շարունակվում է եւ եթե ինքն էլ դա չի ասում ապա խորհրդարանի նախագահան այլ պաշտոնյաները անընդհատ այդ թեման քննարկում են մեկ պատճառով ներսում մեր ժողովրդի համոզել որ իրենք չեն մեղավորը պատերազմում պարտվելու իրենք չեն մեղավորը Ղարաբաղը ամբողջությամբ կորցնելու մեջ ամեղավոր Ռուսաստան մենք սա տեսնում ենք չէ ինչ կա չկա ինչ խնդիրներ են իրենք ունեն մեղավորները ուրիշ են հիմա մեղքը գցում են Ռուսաստանի վրա երբ մտածելով որ ռուսները դա չեն հետևում ռուսները դրա մասին չգիտեն, ես չգիտեմ ոնց։ Դու եթե ներքին սպառման համար թեմաներ ես քննարկում եւ այդ թեման ուղղակի կպնում է այլ երկրի հատկապես գերպետության շահերին, դու պետք է մտածես, որ մենակ քո ընտրազանգվածը չի քեզ լսում։ Քեզ լսում են նաեւ ուրիշները։ Սա ուղղակի անպարկեշտության ինչ-որ դրսևորում է։ Դե իսկապես փորձում է Ռուսաստանի գրպանը գցել այն, ինչ կատարվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Շատ լավ, շարունակելով թեման, ավելի կոնկրետացնելով, ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ հետաքրքիր է, որ միջև այս հանդիպումը իրենք տարածում էին, որ Արցախը նախկիններն են հանձնել, չէ՞։ Դա հիմնական քարոզչական թեզն էր իշխանությունների։ Արցախը հանձնել են նախկին իշխանությունները։ Այս հանդիպումից հետո պարզվեց, որ Պուտինն է հանձնել իրականում Արցախը։ Հիմա ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է դուք Վլադիմիր Վլադիմիրիչ, Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, դրա համար ես էլ եմ ճանաչել։ Որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել։ Արցախը ինքնորոշման ճանապարհին էր։ Իրեն համար ինքնորոշված, Հայաստանի համար ինքնորոշված, բայց այդ ինքնորոշումը ճանաչելու ճանապարհին են գտնվում։ Եվ բոլոր երկրներում այդ ճանապարհը երկար է։ Կարող է տասնյակ տարիներ սա տևի։ Եվ ինչ է նշանակում դու ճանաչել ես Ռուսաստանը եւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները կասկածի տակ չէին դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ուղղակի միշտ խնդիրը հետեւյալի մեջ է, դու ճանաչում ես տարածքային ամբողջականությունը, բայց իրենք Մինսկի խմբի համանախագահ լինելով եւ մադրիդյան սկզբունքները ընդունելով իրենք ճանաչում էին Ղարաբաղի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ըստ էության սա այս process-ի մեջ էր։ Եվ ասել, որ դու ճանաչել ես դրա համար ես եմ ճանաչել։ Հետաքրքիր ինքնիշխանություն է, հա։ Դա ինքնիշխանություն։ Հետաքրքիր չէ։ Սա լրի աբսուրդային վիճակ է։ Այդ աբսուրդային վիճակը ասենց հերթական կրուծիտների ճանապարհով սեփական մեղքերը ինչ որ ուրիշների գրպանը գցելն է։ Ուրիշ բան չկա։ Այդ նույնը կարա ասենք ինքը Մակրոնին վերաբերյալ։ Մակրոնը չի ճանաչել կամ Ֆրանսիան չէր ճանաչում Ադրբեջանի անկախություն։ Ոնց չէր ճանաչում։ Տարածքային ամբողջականություն։ Հա, տարածքային ամբողջականությունը ճանաչում էր։ Մոդելը հետևյալն էր։ Բոլոր այդ երկրները ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց բոլոր այդ երկրները ճանաչում էին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ եթե դու կարդում ես մադրիդյան սկզբունքները, դա հենց դրա արտահայտությունն է։ Երկու սկզբունք իրար զուգահեռ։ Եվ ենթադրվում էր, որ հանրաքվեով կլներ վերջնական ակորդ, այսպես ասենք,
անկախության ճանաչման վերջնական ակորդը պետք է լինի։ Դե փաստենա որ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է աշխարհի, որ քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ոչ մեկը իմիջիալոց Քառակուսի կիլոմետրով, քառակուսի կիլոմետրով չէին ճանաչում։ Տենց բան չկա իրականում աշխարհում։ Ես ասեմ հարցը որն է։ Ինքը ինչ մեսիջ է տալիս հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի համար Արցախյան հարցում ունեցած դերակատարության առումով ամերիկացիները եւ ֆրանսիացիները նույնը չեն ինչ ռուսները։ Ինքը ինչա փորձում դրանով, ինչ ուղերձա փորձում հասարակության ուղղել։ Ինքը ասում է, ռուսները մեզ գցեցին, ծախեցին, մեզնից ձեռք հաշեցին։ Մենակ մնացինք, Ես մենակ մնացի, ես մենակով փոքր Հայաստանի Հանրապետություն ինչ պետք է աներ ու ստիպված այդ իրավիճակում ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ փորձում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղիղ հարաբերություններով կարգավորել իրավիճակը։ Ինքը այդ մեսիջն է տալիս հասարակությանը։ Ինքը շատ լավ հասկանում է ինչ արել։ Ագնեսա, ինձ չի այդ աշխարհում ինքը ինչ մեսիջ է տալիս։ Որովհետեւ այդ մեսիջը, որ ինքը տալիս է, ուղղակի абսուրդի ժանրից է։ Ռուսաստանի միջնորդությամբ պատերազմը կանգնեցվել է։ Ռուսաստանը առանց ՄԱԿ-ի որոշման, առանց անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի ինչ որ ռեզոլյուցիայի Իլհամ Ալիևին համոզել է եւ զորք է տեղադրել խաղապահ զորք է տեղադրել Ղարաբաղում։ Կարգավիճակը թողնելով ապագային։ Կարգավիճակ այո թողնելով ապագային։ Դրանից ավել, էլ դու ինչ մենակ ես։ Դու պատերազմում պարտվում ես պրոբլեմների մեջ խրված։ Քեզ մեկ անգամ հոկտեմբերի 18-ին թե 19-ին առաջարկել են խաղաղություն, դու ինքդ մերժել ես, ասել ես կռվելու ենք։ Դրանից հետո հայտարարակ պարտվելու այսպես վերջնակետ ունենալու համար Ռուսաստանը միջամտել է, համոզել է, ճնշում է գործադրել անկասկած Ադրբեջանի վրա, տեղադրել է խաղապահ ուժեր։ Դու կարող ես ասել ես մենակ եմ, ինձ մենակ են թողել։ Դու ընդհանրապես դա պետք է գնահատեիր եւ աներ ամեն ինչ, որ այդ նոյեմբերի 9-ի Ստատուս քվոն պահպանվեր։ հայտարարության ստատուս քվո պահվեր։ Պետք է աներ ամեն ինչ։ Ինքը արել է ամեն ինչ, որ այդ ստատուս քվոն խախտվի։ Ու իդեպ այդ հայտարարությունը ոչ մի խորհրդարաններով հաստատված չէր։ Կրկնեմ, ՄԱԿ-ի ռեզոլյուցիայով ամրագրված չէր։ Ամբողջությամբ այդ հայտարարությունը Ռուսաստանի նախագահի կամքի դրսևորումն էր Ղարաբաղը փրկելու համար։ Եվ ինքը գնաց եւ քանդեց այդ կոնստրուկցիան։ Հետո ասում է խաղապահ ուժերն այնտեղ բահեին։ Խաղապահ ուժերը այդ մանդատը չունեին։ Ունեին այնքան ժամանակ, ինչքան, այսպես ասենք, Հայաստանն էլ կողմեր այդ process-ի։ Հիմա երրակողմ հայտարարությունից ըստ էության Հայաստանը դուրս է եկել, ճանաչելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Ռուսաստանի նախագահը սա էր ասում։ Ու Ղարաբաղի հարցը դարձել է ներքին հարց։ Անցած անգամ մենք խոսացել ենք։ Եվ ավտոմատ Ղարաբաղի զինված ուժերը դարձել են ահաբեկչական ոչ օրինական, այսպես ասենք, զինված ուժեր, եւ Ղարաբաղը դարձել է սեպարատիստական շարժում, այլ ոչ թե ինքնորոշվող ժողովուրդ, Ղարաբաղի ժողովուրդ։ Հիմա սա այդ կոնստրուկցիան սա է, մենք սա նաև այստեղ մենք քննարկել ենք։